Սոնու Իլիանա Վանոյանն իր հերթական տեսահաղորդում բարձրացրել է հանրային հնչեղություն ունեցող մի թեմա, որը վերաբերում է տղամարդկանց դավաճանություններին և դրա շուրջ ձևավորած կարծրատիպերին։ Իլիանա Վանոյանը նշել է, որ ականատես է եղել մի քննարկման, որտեղ կանայք պնդում են, թե տղամարդու դավաճանության հիմնական պատճառը կնոջ ոչ պատշաճ արտաքին տեսքն է առավոտյան ժամին։ Դերասանուհին կտրականապես հերքել է այս տեսակետը, ընդգծելով, որ դավաճանությունը տեղի է ունենում ընդամենը մի քանի հիմնավոր պատճառներով։ Դերասանուհին կտրականապես հերքել է այս տեսակետը, ընդգծելով, որ դավաճանությունը տեղի է ունենում ընդամենը մի քանի հիմնավոր պատճառներով, որոնց թվում են սեփական ընտրության հանդեպ հարգանքի բացակայությունը, տանը տիրող սիրո, համերաշխության և վստահության պակասը, ինչպես նաև մարդու տեսակը։ Իլիանա Վանոյանը նշել է, որ բազմաթիվ են այն դեպքերը, երբ դավաճանում են անթերի խնամված և գեղեցիկ սանրվածքով կանանց, ուստի արտաքին տեսքը չի կարող հիմք հանդիսանալ նման քայլի համար։ Չտարածել նմանատիպ հիվանդագին կարծիքներ և չփորձել դրանք փաթաթել հասարակության վզին, հավելելով, որ կինը պարտավոր չի ամեն օր արթնանալ գեղեցիկ սանրվածքներով և կորսետներով միայն դավաճանությունից խուսափելու համար։ Արդեն ժամեր առաջ նա նոր տեսանյութ է հրապարակել, որն հաջորդել է նախորդ օրվա մեծ արձագանք ստացած հրապարակմանը։ Առաջարկում ենք դիտել այն։ Ռաս, աչքովս մի հոլովակ ընկավ, որտեղ երկու կին այսպես խոսում են բորբոքված, որ տղամարդը երբ որ առավոտ աչքերը բացում է, պետք է տեսնի հաճելի կնոջ, խնամված, ոչ թե խալաթով ու մազերը կապած կնոջ, դրա համար էլ դավաճանում են։ Ներողություն, դավաճանում են մի քանի պատճառով ընդամենը, երբ չեն հարգում սեփական ընտրությունը, երբ այդ տանը չկա սեր ու համերաշխություն, վստահություն, եւ երբ որ մարդը ունակ է։ Քանի կանայք գիտեք, ընտիր դիֆուզոր մազերով, խուճուճ մազերով, շիպցի արած մազերով, ֆենած մազերով ում դավաճանում են։ Եվ ձեր կարծիքը, որը հիվանդագին է եւ ընդհանրապես կապ չունի իրականության հետ, մի փաթաթեք հասարակության վզին, օքեյ։ Ինչ առավոտ կինը պետք է հելնի այդ իր պրիտալինի, դա կրսետ, դա սենց մազերը ընտիր բամբան երկա ֆենի, ու ամեն օր հելնի տենց անի, որ իրան չդավաճանեն, կներեք, իսկ չեք զգում, որ սխալ բան եք ման գալիս։ Խնդրում եմ գրեք ձեր կարծիքը, իսկ այդ երկու բորբոքված կանանց կարծիքը ուղարկեք գրողի ծոցը։ Շնորհակալ եմ։ Դերասանուհու հրապարակումը այս անգամ կենտրոնացած է ոչ թե արտաքին փայլի, այլ հարաբերությունների խորքային հիմքերի վրա։ Խնամված լինելը միայն կանանց մենաշնորհը չէ։ Վանոյանը իր խոսքում սուր հարցադրում է անում։ Եթե ընդունված է, որ տղամարդը պետք է արթնանա եւ տեսնի խնամված ու ընտիր տեսքով կնոջ, ապա ինչ պետք է տեսնի կինը։ Ինձ թվում է խնամված լինելը սեռով պայմանավորված չէ, դա սեփական անձի նկատմամբ սիրո դրսևորում է։ Կինն էլ է ուզում արթնանալ ու տեսնել խնամված տղամարդու հիգենիկ վիճակում, նշում է Լիաննան հումորով, բայց միևնույն ժամանակ դիպուկ անդրադառնալով առօրյա իրականությանը։ Ռաս, երեկվա վիդեոն շատ մեծ արձագանք ունեցավ, շարունակենք։ Ասում էին, որ տղամարդը պիտի արթնանա ու տեսնի խնամված, այսպես ընտիր տեսքով կին։ Իսկ ինչ պիտի տեսնի կինը արթնանալուց։ Ինձ թվում է, որ խնամված լինելը ընդհանրապես սեռով պայմանավորված չի։ Եվ մարդը առաջինը խնամվում է հենց իր համար։ Դա սիրո, ինքդ քո նկատմամբ սիրո դրսևորումներից մեկն է։ Նորմալ է դա։ Եվ կինն էլ վստահաբար ուզում է արթնանալ, տեսնել խնամված տղամարդ։ Ոչ թե օրինակ մի սրբիչող սաղ տեղերը լվացնու տղամարդ, այսինքն ինչ-որ անհասկանալի մազերով կամ հակա հիգենիկ պայմաններով։ Իսկ ինչ է ուզում տեսնել կինը, երբ արթնանում է։ Ընդհանրապես ինչ է ուզում տեսնել կինը, ես կարծում եմ ուզում է տեսնել հուսալի, վստահելի, կողակցի, լավ ընկերոջ եւ հենց դրանում է երաշխիքը երջանիկ ընտանիք ունենալու։ Մենք բոլորս կարող ենք քննարկել, առաջարկել մեր տարբերակները, փորձել մեր կարծիքը փաթաթել ուրիշների վզին, բայց ամեն ընտանիք ու ամեն մարդ ունի իր պատմությունը։ Ուղղակի կան հիմնական կետեր, որոնք որ ստեղծում են խաղաղ, հարմոնիկ ընտանիք։ Դա վստահությունն է, սերը ու իրար նկատմամբ հարգանքը։ Ճիշտ եմ ասում։ Դե ինչ 5 տարօրինակ փաստ իմ մասին։ Առաջինը, ես մինչև հիմա չգիտեմ աճն ու ձախը։ Այսինքն ես գիտեմ, որ սա ձախն է, սա աճն է, բայց եթե դուք ինձ ասեք, ստեղից ձախ, ես պետք է ասեմ ճթացնեմ, որ հասկանամ, որտեղ եթե ճթում է, ուրեմն ձախն է։ 2. Դիմը հարդարվելուց հետո, երբ որ ամեն ինչ վերջացրել եմ,
Ես գնում եմ լոգանք ընդունելու մարմինս։ Այո։ Արդիկ հակառակն են անում, ես հակառակն եմ անում։ Այսօր էլ այդպես եղել։ Երրորդ։ Եթե ընկերներով հավաքված ենք իմ տանը կամ ուրիշ տեղ, եթե իմ քունը տանի, ես շատ արագ կարող եմ գնալ քնելու, առանց զգուշացնելու։ Ուղղակի գան, տեսնեն արդեն քնած եմ։ Ընկերներս սովոր են։ Չորրորդ, ես մինչև հիմա բաղնիքից ջուր չեմ խմում, որովհետև մտածում եմ, որ բաղնիքից օրակից մի քիչ ուրիշ տեսակի ջուր է գալիս։ Հինգերորդ, երբ որ ես վիդեո եմ նկարում, ես նախապես երբեք չգիտեմ ինչ եմ նկարում։ Ես միացնում եմ կամերան ու վիդեոն ստեղծում է հենց ընթացքում։ Շատ քիչ ա եղել, որ ես նախապես սցենար գրած լինեմ։ Էնպես որ սրտիկեք ինձ։ Նոր բան է, էլի նոր ֆորմատ է, մի քիչ ակտիվություն, մի փոքր, հա, հասկանում եք։